Ում չբարևեցի։ Այսօր բարևե։ Երեխեքի տա։ Դե ասեք տենամ հլը խի ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Մենք ենք կտրել ձեր ջուրը։ Հա։ Չի կարա ասել, հաճար ինչնա բադե։ Սարքել են, վերանորոգել են։ Հա։ Ընդեից ահագին ջուր էր գնում, իրաց ջուրը ապահովում էր դեից։ Բայց ինչով է խողովակով թե առանց։ Նախ համակարգ կա գյուղում ջրի։ Այո։ Ներքինը կա։ Դե բատնավշանը։ Հիմա բերում ենք, այսպես ենք հաշվում։ Հա։ Մինչև մի 15 օր ջուրը։ Ահա։ Всё։ Էդ էլ լուծեցին։ Այս ճամփեն էլ սարքում ենք։ Էսա էս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն հա չէ մի հատ էլ հələ դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Գյուղում մեքենա ունեցող ինչքան ժողովուրդ կա։ Մեքենա ունեցողներ կան, բայց դե մի քիչ հասկանալի է որ ճանապարհը այս վիճակին մեքենայը կփչանա, դե սարքում է, հա, բայց միան ինչ էլ ասում եք չեն մերժում, ամեն մեկն էլ չէ, կարում է օգնում։ Да если собственной машины нет, ничего. Իսկ ինչով եք զբաղվում։ Անասնապահություն է, հողագործություն է։ Тоже коруем над этим. Մեկ յոլագում եք։ Հասցնում եք։ Вопросов много, հարցեր շատ կան։ Հարցեր շատ կան, մի քիչ կյանքը մեր немножко что бесит. Нехорошо жить. Ուրախ հիմար 3 բան է պետք։ Խաղաղություն է պետք, ճամփա է պետք։ Հենց խաղաղություն եղավ, ճամփեն եղավ։ Ճամփեն սարքվի, արդեն պիտի դուք էլ մի քիչ ակտիվ լինեք, որ տուրիստ կա գնա, էս որ դեպի բան այդ թասի ճամփեն էլ սարքեն։ Դպրոցի ինչ վիճակում աշխատում է։ Նորմալ, հա, նորմալ ժամը 9-ից դպրոցի վիճակ չունի, անբարեկարգ։ Բայց թազա դպրոց նախագծում կա, է։ հա, Որտեղ կրթահամալի։ Իսկ պարոն Փաշինյան, Մենք բացառություն ենք վերանորոգում արգելան համար։ Որ երեկի։ Այս սահմանամերձ Կարծրավան որոտան կարևոր է շատ իրարից հեռու ճանապարհներ չեն ունենում։ Միակ բացառությունը նախարարության համատեղից տեղում որ չենք խոշորացնում երեքը, որտեղ շատ հեռու դառնում է իրանք էլ դուքն որ Սարքում է, Չէ, համալիրան նախատեսված, բայց հիմա բան է։ ով է դպրոցի տնօրեն։ Հիմա հիմնանորոգվում է։ Դեռ նախագծային պրոցեսն է։ Քանի աշակերտ ունեք։ 46 աշակերտ։ Շատ լավ։ Սպորտի դահլիճ կա։ Չկա։ Դե առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Պիտի երևի նոր կորպուս է։ Առանց սպորտի դահլիճ ինչ դպրոց։ Իհարկե, եթե գյուղը չլճանա, մեզ պետք է բարելավ։ Շատ լավ, դե ջրի հարցը լուծվում է փաստորեն, ճամփի հարցը լուծվում է, մնացածն է գնանք մտածենք ոնց լուծենք։ Գյուղի Այս սկզբում որ մենք եկել էինք նոր գյուղ, մեզ ունեինք մեծ բան, Երբեք եկել։ 90 թվին։ Ունեինք մեզ հնարավորություն միացնում էինք ջուրը ջրում էինք բանով նասոսով գետից վերցրած այդ երաշխավորում էր գես իսկ հիմա այդ չկա ամի մեկը իր համար նասոս դրի թե ջուր ենք հաշում Էդի խնդրի լուծում չի։ Հիմա մենք դիմել ենք, ասենք մեր քաղաքապետը մեզ ասել է, որ կգա, տրանսպորտ կգա կսարք։ Օրվա կարգավորիչ կայան է, բանը, սարքել, պետք է կուտակել ջուրը ու բաշխել։ Պարոն Արոշանյան, սուբվենցիոն ծրագրով չենք կարող, այս ոռոգման համակարգը։ Բայց հենց հիմա սարքում են, ոռոգման համակարգը սարքում է, պարոն վարչապետ։ Խողովակները 90% կանչած է։ Ճանապարհ ուղղակի շինարար տակը պետք է որ միացում տան, բասեյներն էլ ասացին։ Ես չասել եմ ինչ որ կատարում։ Մեզ չունենք, ասենք, հեսա, այս ժողովի պիտի դրսում լինի։ Հերթով, ժողովուրդ ջան, հերթով, ջուրը, ճանապարհը, ոռոգման համակարգը, դպրոցը, հələ եկեք անենք, հեսա որ դպրոցը լինի, դպրոցում դահլիճել լինի, պարտադիր չի, մի հատ դահլիճ դպրոցում լինի, մի հատ դահլիճել ուրիշ տեղ լինի։ Մենք հիմա բոլոր տեղերը դպրոցները որ սարքում ենք, ասում ենք այդ դահլիճները, տարածքները հավասարապես գյուղի համար է, մեծերն էլ պետք է իրիք ունենան, սպորտով զբաղվեն, էս ամենը։